Ողջույն բոլորին։ Սա սեպտեմբերի հրեշտակային ուղերձն է ձեր կենդանակերպի նշանի համար։ Ընդունեք այս խոսքերը սիրով, եթե դրանք արձագանքում են ձեր սրտին։ Թող դրանք բերեն ձեզ խաղաղություն, հույս եւ լույս։ Եվ այսպիսով ուզում եմ սկսել խոյերից, թե ինչ է հրեշտակն ուզում ձեզ խորհուրդ տալ սեպտեմբեր ամսվա համար։ Սիրելի խոյեր, այս ամսվա ձեր հրեշտակային ուղերձը դա վստահիր քո ճանապարհին։ Հրեշտակները ցանկանում են հիշեցնել, որ նույնիսկ եթե վերջին ամիսներին զգացել եք հոգնածություն, անորոշություն կամ թվացել է, թե ձեր ջանքերը չեն գնահատվում, ոչինչ, իզուր ոչինչ չի եղել։ Ամեն քայլը ձեզ բերել է այնտեղ, որտեղ պետք է լինեիք հենց հիմա։ Սեր եւ հարաբերություններ։ Եթե հարաբերությունների մեջ եք, սեպտեմբերը հրավիրում է ձեզ ավելի շատ լսել, քան խոսել։ Երբեմն մեկ անկեղծ զրույցը կարող է բուժել այն, ինչ ամիսներով չի ստացվել լուծել։ Մի վախեցեք բացել ձեր սիրտը եւ արտահայտել ձեր իրական զգացմունքները։ Եթե միայնակ եք, հրեշտակները հուշում են, որ նախ սիրեք ինքներդ ձեզ։ Երբ ձեր սիրտը լցված է խաղաղությամբ, ճիշտ մարդիկ բնականորեն կմտնեն ձեր կյանք։ Ընտանիք։ Այս ամիս հնարավոր է հաշտություն կամ ջերմ հարաբերությունների վերականգնում։ Եթե վաղուց չեք զանգահարել կամ չեք հանդիպել հարազատներից մեկին, արեք առաջին քայլը։ Փոքր ուշադրությունը կարող է մեծ ուրախություն բերել։ Աշխատանք եւ կարիերա։ Եթե մտածում եք նոր աշխատանքի, սեփական գործի կամ նոր նախագծի մասին, հրեշտակներն ասում են՝ մի վախեցեք։ Դռները բացվում են նրանց համար, ովքեր համարձակվում են թակել։ Մի համեմատեք ձեզ ուրիշների հետ։ Ձեր ճանապարհը միայն ձերն է։ Ֆինանսներ։ Սեպտեմբերը սովորեցնում է խելամիտ տնօրինել գումարը։ Հնարավոր է նոր եկամտի հնարավորություն, բայց կարևոր է չտապել մեծ ծախսերի հարցում։ Եթե երկար ժամանակ աշխատել եք որևէ նպատակի համար, կարող եք սկսել տեսնել առաջին արդյունքները։ Առողջություն։ Հրեշտակները խնդրում են ավելի շատ ուշադրություն դարձնել ձեր մարմնին։ Հանգիստը ծուլություն չէ։ Լավ քունը, ջուրը եւ փոքր զբոսանքներն այս ամիս կարող են ավելի օգտակար լինել, քան կարծում եք։ Հոգևոր ուղերձ։ Դուք հաճախ փորձում եք ամեն ինչ վերահսկել, բայց այս ամիս հրեշտակները խնդրում են սովորել նաև վստահել կյանքի ընթացքին։ Ոչ բոլոր պատասխաններն են պետք այսօր։ Որոշ դռներ բացվում են միայն ճիշտ ժամանակին։ Ամսվա հաստատում, աֆիրմացիա։ Ես վստահում եմ իմ ճանապարհին։ Ես արժանի եմ սիրո, հաջողության, խաղաղության եւ առատության։ Հրեշտակները միշտ իմ կողքին են եւ առաջնորդում են ինձ դեպի լավագույնը։ Հարգելի ցուլեր։ Այս ամսվա ձեր հրեշտակային ուղերձը դա առատությունը գալիս է համբերության միջոցով։ Հրեշտակները ցանկանում են, որ այս սեպտեմբերին հիշեք, ամեն գեղեցիկ բան իր ժամանակն ունի։ Հնարավոր է վերջին ամիսներին զգացել եք, որ ձեր ջանքերը դանդաղ են արդյունք տալիս, կամ սպասել եք մի լուրի, պատասխանի կամ փոփոխության։ Սակայն հրեշտակները վստահեցնում են, տիեզերքը չի մոռացել ձեր աղոթքներն ու ցանկությունները, ամեն ինչ իր ճիշտ պահին է հասունանալու։ Այս ամիս սովորեք չշտապեցնել իրադարձությունները։ Երբ վստահում եք ընթացքին, կյանքը սկսում է ձեզ հաճելի անակնկալներ մատուցել։ Սեր եւ հարաբերություններ։ Եթե հարաբերությունների մեջ եք, սեպտեմբերը կլինի վստահության եւ ջերմության ամիս։ Հրեշտակները հուշում են, ավելի շատ ժամանակ անցկացրեք միմյանց հետ։ Լսեք ոչ միայն խոսքերը, այլև զգացմունքները։ Փոքր ուշադրությունը, գրկախառնությունը կամ անկեղծ զրույցը կարող են ամրացնել ձեր կապը։ Եթե միայնակ եք, հնարավոր է նոր ծանոթություն կամ ինչ-որ մեկի վերադարձ, ում հետ դեռ չեք փակել ձեր կյանքի այդ էջը։ Սակայն հրեշտակները հիշեցնում են, ձեր սիրտը բացեք միայն այն մարդու առաջ, ով իր արարքներով ցույց կտա իր անկեղծությունը։ Ընտանիք։ Այս ամիս ընտանիքը կլինի ձեր ուժի աղբյուրը։ Հնարավոր է ուրախ ընտանեկան հանդիպում, լավ նորություն կամ հաշտություն այն մարդու հետ, ում հետ վաղուց լարված հարաբերություններ ունեիք։ Եթե ընտանիքում ինչ-որ մեկը ձեր աջակցության կարիքն ունի, ձեր ներկայությունն ու բարի խոսքը նրա համար շատ կարևոր կլինեն։ Աշխատանք եւ կարիերա։
Սեպտեմբերը բարենպաստ ժամանակ է նոր ծրագրեր սկսելու, հմտությունները զարգացնելու և ձեր աշխատանքի արդյունքները ցույց տալու համար։ Եթե երկար ժամանակ աշխատել եք որևէ նպատակի ուղղությամբ, այժմ կարող եք տեսնել առաջին հաջողությունները։ Եթե աշխատանք եք փնտրում, մի կորցրեք հավատը։ Հրեշտակները հուշում են, որ ճիշտ հնարավորությունը մոտենում է, երբեմն մեկ զանգը կամ մեկ նամակը կարող է փոխել ամբողջ իրավիճակը։ Ֆինանսներ։ Ֆինանսական ոլորտում սպասվում է ավելի կայուն շրջան, հնարավոր է լրացուցիչ եկամուտ, շահավետ առաջարկ կամ գումարի վերադարձ, որը վաղուց սպասում եք։ Միևնույն ժամանակ հրեշտակները խորհուրդ են տալիս խելամիտ տնօրինել գումարը։ Խնայողությունն այս ամիս կդառնա ապագա հաջողության հիմքը։ Առողջություն։ Ձեր մարմինը ձեզ ազդանշաններ է տալիս։ Եթե հոգնած եք, մի անտեսեք հանգստի անհրաժեշտությունը։ Ավելի շատ շարժում, մաքուր օդ, հավասարակշռված սնունդ և որակյալ քունը կօգնեն վերականգնել ուժերը։ Հոգեկան խաղաղությունը նույնպես ձեր առողջության կարևոր մասն է։ Երբ նվազեցնում եք անհանգստությունը, մարմինն էլ ավելի արագ է վերականգնվում։ Հոգևոր ուղերձ։ Հրեշտակները ցանկանում են, որ այս ամիս ավելի հաճախ շնորհակալություն հայտնեք կյանքի փոքր հրաշքների համար։ Որքան շատ երախտագիտություն կա ձեր սրտում, այնքան ավելի շատ առատություն է գալիս ձեր կյանք։ Հիշեք, երբեմն ամենամեծ օրհնությունները գալիս են այն պահին, երբ արդեն պատրաստ եք դրանք ընդունելու։ Ամսվա հաստատում, աֆիրմացիա։ Ես վստահում եմ կյանքի ճիշտ ճանապարհին, ճիշտ ժամանակին։ Իմ կյանքը լցվում է սիրով, առատությամբ, առողջությամբ և խաղաղությամբ։ Ես բաց եմ բոլոր այն օրհնությունների համար, որոնք հրեշտակները պատրաստել են ինձ համար։ Հարգելի եկվորյակներ, այս ամսվա ձեր հրեշտակային ուղերձը դա լսիր քո ներքին ձայնին։ Սեպտեմբերը ձեզ համար լինելու է նոր մտքերի, նոր հնարավորությունների և կարևոր որոշումների ամիս։ Հնարավոր է վերջին շրջանում շատ հարցեր են պտտվում ձեր մտքում, և դժվարանում եք հասկանալ, թե որ ճանապարհն ընտրել։ Հրեշտակները ցանկանում են հիշեցնել, որ բոլոր պատասխանները միշտ չէ որ գտնվում են ուրիշների խորհուրդների մեջ։ Երբ լռեցնում եք արտաքին աղմուկը, ձեր հոգին սկսում է խոսել։ Այս ամիս ձեզ սպասում են փոքր, բայց կարևոր նշաններ։ Դրանք կարող են գալ պատահական հանդիպման, մի խոսքի, երազի կամ նույնիսկ մի մտքի միջոցով։ Ուշադիր եղեք, որովհետև հրեշտակները հաճախ հենց այդպես են առաջնորդում ձեզ։ Սեր և հարաբերություններ։ Եթե հարաբերությունների մեջ եք, սեպտեմբերը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ձեր զուգընկերոջը։ Երբեմն դուք փորձում եք ամեն ինչ լուծել տրամաբանությամբ, բայց այս ամիս հրեշտակները խնդրում են խոսել նաև սրտով։ Մի վախեցեք արտահայտել ձեր զգացմունքները։ Անկեղծությունը կարող է վերացնել այն պատնեշները, որոնք երկար ժամանակ խանգարել են ձեզ լիովին հասկանալ միմյանց։ Եթե միայնակ եք, հնարավոր է հետաքրքիր ծանոթություն, որը սկզբում կարող է սովորական թվալ, բայց ժամանակի ընթացքում կարևոր տեղ զբաղեցնել ձեր կյանքում։ Միշտ տապեք գնահատականներ տալ, երբեմն ամենագեղեցիկ պատմությունները սկսում են ամենապարզ հանդիպումներից։ Ընտանիք։ Ընտանեկան հարաբերություններում սեպտեմբերը խաղաղություն բերելու հնարավորություն է։ Եթե եղել եք չասված խոսքեր կամ փոքր վիրավորանքներ, հիմա ճիշտ ժամանակն է դրանք թողնելու անցյալում։ Հրեշտակները հիշեցնում են, որ ընտանիքը միայն արյունակցական կապ չէ, այլ նաև այն մարդիկ, որոնց կողքին դուք ձեզ ապահով և սիրված եք զգում։ Գնահատեք այդ մարդկանց։ Աշխատանք և կարիերա։ Սեպտեմբերը կարող է բացել նոր դռներ ձեր մասնագիտական կյանքում։ Հնարավոր է նոր առաջարկ, հետաքրքիր համագործակցություն կամ հնարավորություն սովորելու մի բան, որը հետագայում մեծ օգուտ կբերի։ Եթե մտածում եք նոր ուղղությամբ շարժվելու մասին, մի վախեցեք սովորել և զարգանալ։ Ձեր գիտելիքներն ու հետաքրքրությունը այս ամիս ձեր ամենամեծ ուժերից են լինելու։ Հրեշտակները խորհուրդ են տալիս վստահել ձեր գաղափարներին, նույնիսկ եթե սկզբում ուրիշները չեն հասկանում դրանք, դա չի նշանակում, որ դրանք արժեք չունեն։ Ֆինանսներ։ Ֆինանսական ոլորտում այս ամիս կարևոր կլինի հավասարակշռությունը։ Կարող են հայտնվել նոր եկամուտի հնարավորություններ, սակայն հրեշտակները հուշում են. խուսափեք հապճեպ որոշումներից և չմտածված գնումներից։ Եթե վաղուց ցանկանում եք որևէ ներդրում անել
կամ սկսել փոքր նախագիծ, նախ ամեն ինչ մանրակրկիտ ուսումնասիրեք։ Խելամիտ որոշումները ձեզ ավելի մեծ արդյունք կտան, քան արագ քայլերը։ Առողջություն։ Այս ամիս ուշադրություն դարձրեք ոչ միայն մարմնին, այլև ձեր մտքերին։ Երբ միտքը ծանրաբեռնված է, մարմինն էլ է հոգնում։ Ավելի շատ հանգստացեք, զբոսնեք բնության մեջ, կարդացեք այն, ինչ ոգեշնչում է ձեզ, եւ մի մոռացեք ժամանակ հատկացնել ինքներդ ձեզ։ Հեշտակները հիշեցնում են, որ հոգեկան խաղաղությունը նույնպես առողջության կարևոր մասն է։ Հոգևոր ուղերձ։ Սեպտեմբերին ձեր կյանքի գլխավոր դասը վստահությունն է։ Երբեմն դուք փորձում եք ամեն ինչ հասկանալ նախքան քայլ անելը, բայց կյանքը միշտ չէ, որ բացահայտում է ամբողջ ճանապարհը։ Հրեշտակները խնդրում են անել առաջին քայլը հավատով։ Երբ սկսում եք շարժվել, ճանապարհը սկսում է բացվել ձեր առջև։ Հիշեք, որ դուք երբեք միայնակ չեք։ Ամեն անգամ, երբ սրտում խաղաղություն եք զգում կամ անսպասելի լուծում եք գտնում, դա կարող է լինել հրեշտակների նուրբ առաջնորդությունը։ Ամսվա հաստատում, աֆիրմացիա։ Ես վստահում եմ իմ ներքին ձայնին։ Ես բաց եմ նոր հնարավորությունների, սիրո, հաջողության եւ առատության համար։ Հրեշտակները լուսավորում են իմ ճանապարհը եւ առաջնորդում դեպի այն, ինչ լավագույնն է ինձ համար։ Հարգելի խեցգետիններ, այս ամսվա ձեր հրեշտակային ուղերձը դա բաց թող անցյալը եւ ընդունիր նոր լույսը։ Սեպտեմբերը ձեր կյանքի համար լինելու է ներքին վերափոխման ամիս։ Հնարավոր է երկար ժամանակ ձեր սրտում կրել եք ցավ, հիասթափություն կամ չիրականացած սպասումներ։ Հրեշտակները ցանկանում են այսօր մեղմորեն բռնել ձեր ձեռքը եւ ասել. ժամանակն է թողնել այն, ինչ այլևս չի ծառայում քո բարօրությանը։ Դուք հաճախ մտածում եք ուրիշների մասին, ավելի շատ, քան ինքներդ ձեր մասին։ Սակայն այս ամիս հրեշտակները խնդրում են, որ ձեր սրտում առաջին տեղը հատկացնեք ինքներդ ձեզ։ Երբ դուք խաղաղ եք, կարող եք խաղաղություն պարգևել նաև մյուսներին։ Այս ամիս շատ հարցերի պատասխանները կգան ոչ թե պայքարի, այլ հանգստության միջոցով։ Սեր եւ հարաբերություններ։ Եթե հարաբերությունների մեջ եք, սեպտեմբերը հրավիրում է ձեզ ավելի խորացնել ձեր կապը։ Հրեշտակները խորհուրդ են տալիս ավելի հաճախ արտահայտել ձեր զգացմունքները։ Երբեմն մեկ բարի խոսքը կարող է բուժել այն, ինչ երկար ժամանակ լռությամբ չի բուժվում։ Եթե եղել են թյուրիմացություններ, հիմա լավագույն ժամանակն է ներելու եւ նոր էջ բացելու համար։ Եթե միայնակ եք, հրեշտակները ցանկանում են, որ նախ բուժեք ձեր սիրտը։ Մի վախեցեք նոր սիրուց, միայն այն պատճառով, որ նախկինում վիրավորվել եք։ Յուրաքանչյուր մարդ չի գալիս կրկնելու ուրիշի սխալները։ Ձեր սիրտը կրկին կարող է սիրել եւ երջանիկ լինել։ Ընտանիքը այս ամիս կլինի ձեր ամենամեծ ուժը։ Հնարավոր է ընտանեկան ուրախ լուր, վերամիավորում կամ այնպիսի հանդիպում, որը վաղուց եք սպասում։ Եթե ընտանիքում կա մեկը, ում հետ հարաբերությունները սառել են, հրեշտակները խորհուրդ են տալիս լինել առաջինը, ով կձգի հաշտության ձեռքը։ Երբեմն ամենամեծ հաղթանակը ոչ թե հաղթելն է, այլ խաղաղություն ստեղծելը։ Աշխատանք եւ կարիերա։ Սեպտեմբերը կարող է բերել նոր առաջարկներ կամ հնարավորություն ցույց տալու ձեր կարողությունները։ Մի թաքցրեք ձեր տաղանդը։ Այն, ինչ ձեզ համար սովորական է թվում, ուրիշների համար կարող է լինել իսկական շնորհ։ Եթե աշխատանք եք փնտրում, հրեշտակները հուշում են. շարունակեք ուղարկել դիմումներ եւ մի հուսահատվեք մերժումներից։ Յուրաքանչյուր ոչը ձեզ մոտեցնում է այն այոին, որը փոխելու է ձեր կյանքը։ Եթե սեփական գործ ունեք կամ ցանկանում եք սկսել, այս ամիս լավ ժամանակ է հիմքեր ստեղծելու եւ վստահ քայլեր անելու համար։ Ֆինանսներ։ Ֆինանսական առումով սեպտեմբերը սովորեցնում է վստահել, բայց նաեւ խելամիտ լինել։ Հնարավոր է նոր եկամտի աղբյուր, պարտքի վերադարձ կամ առաջարկ, որը ժամանակի ընթացքում կբերի ավելի մեծ կայունություն։ Մի վախեցեք ներդրում անել ձեր գիտելիքների կամ մասնագիտական զարգացման մեջ։ Այդ ներդրումը ապագայում բազմապատիկ կվերադառնա ձեզ։ Առողջություն։ Հրեշտակները հիշեցնում են, որ ձեր զգացմունքները նույնպես ազդում են ձեր առողջության վրա։ Եթե երկար ժամանակ պահում եք ցավը կամ անհանգստությունը ձեր ներսում, մարմինը սկսում է խոսել դրա փոխարեն։ Ավելի շատ հանգստացեք, զբոսնեք բնության մեջ, լսեք խաղաղ երաժշտություն եւ մի մոռացեք ժպտալ նույնիսկ փոքրիկ պատճառներով։
երբ հոգին հանգիստ է, մարմինն ավելի արագ է վերականգնվում։ Հոգևոր ուղերձ։ Այս ամիս հրեշտակները ձեզ մի կարևոր ճշմարտություն են փոխանցում։ Դուք արժանի եք այն սիրուն, որը տալիս եք ուրիշներին։ Դադարեք կասկածել ձեր արժեքին։ Դուք լույս եք շատ մարդկանց կյանքի մեջ, նույնիսկ եթե միշտ չեք նկատում դա։ Հիշեք, որ հրաշքները հաճախ սկսվում են այն պահին, երբ դադարում եք վախենալ փոփոխություններից և վստահում եք Աստծո ծրագրին։ Սեպտեմբերը կարող է դառնալ ձեր նոր սկիզբը, եթե թույլ տաք, որ հինը խաղաղությամբ հեռանա։ Ամսվա հաստատում, աֆիրմացիա։ Ես բաց եմ սիրո, խաղաղության և նոր հնարավորությունների համար։ Ես ազատում եմ անցյալի ցավը և վստահությամբ ընդունում այն բոլոր օրհնությունները, որոնք տիեզերքն ու իմ հրեշտակները պատրաստել են ինձ համար։ Իմ սիրտը լցված է լույսով, հավատով և երախտագիտությամբ։ Հարգելի առյուծներ, այս ամսվա ձեր հրեշտակային ուղերձը դա քո լույսը ծնված է փայլելու համար։ Սեպտեմբերը ձեզ համար լինելու է վստահության, վերածննդի և նոր հնարավորությունների ամիս։ Հրեշտակները ցանկանում են հիշեցնել, որ երբեմն դուք այնքան շատ եք կենտրոնանում ուրիշներին օգնելու վրա, որ մոռանում եք գնահատել ձեր սեփական արժեքը։ Այս ամիս նրանք խնդրում են կանգնել հայելու առաջ և հիշել, թե որքան ուժեղ, իմաստուն և շնորհալի մարդ եք։ Եթե վերջին շրջանում ինչ-որ բան չի ստացվել այնպես, ինչպես ցանկացել եք, մի կարծեք, թե դա պարտություն էր։ Երբեմն փակված դուռը պարզապես պաշտպանում է ձեզ այն ճանապարհից, որը նախատեսված չէր ձեզ համար։ Հրեշտակները արդեն պատրաստում են նոր հնարավորություն, որը կարող է փոխել ձեր կյանքի ընթացքը։ Այս սեպտեմբերը ձեզ սովորեցնում է ոչ թե պայքարել ամեն ինչի դեմ, այլ վստահել, որ ճիշտ ժամանակին ճիշտ մարդիկ և ճիշտ հնարավորությունները կհայտնվեն ձեր ճանապարհին։ Սեր և հարաբերություններ։ Եթե հարաբերությունների մեջ եք, հրեշտակները խնդրում են ավելի շատ գնահատել այն մարդուն, ով ձեր կողքին է։ Երբեմն ամենամեծ սերը թաքնված է ամենօրյա փոքր ուշադրությունների մեջ՝ մի բարի խոսք, մեկ ժպիտ կամ մի գրկախառնություն։ Եթե վերջին շրջանում եղել են անհամաձայնություններ, այս ամիս հիանալի ժամանակ է բաց սրտով խոսելու և միմյանց ավելի լավ հասկանալու համար։ Հիշեք, որ սիրո մեջ հաղթողներ և պարտվողներ չկան, կա միայն երկու մարդ, ովքեր միասին կառուցում են իրենց երջանկությունը։ Եթե միայնակ եք, հրեշտակները ցանկանում են, որ նախ սիրեք ձեր կյանքը, իսկ հետո փնտրեք այն մարդուն, ով կկիսի այդ երջանկությունը ձեզ հետ։ Հնարավոր է հետաքրքիր ծանոթություն մի վայրում, որտեղ ամենաքիչն եք սպասում։ Ընտանիք։ Ընտանիքում այս ամիս կարող եք դառնալ այն մարդը, ով խաղաղություն և ջերմություն է բերում բոլորին։ Ձեր խոսքերը մեծ ազդեցություն կունենան, դրա համար օգտագործեք դրանք սիրով և իմաստությամբ։ Հնարավոր է ընտանեկան ուրախություն, հանդիպում կամ լավ նորություն, որը երկար կհիշեք։ Եթե ընտանիքում ինչ-որ մեկը դժվարությունների միջով է անցնում, ձեր աջակցությունը նրա համար իսկական օրհնություն կլինի։ Աշխատանք և կարիերա։ Սեպտեմբերը կարող է դառնալ ձեր առաջընթացի ամիսը։ Եթե երկար ժամանակ աշխատել եք որևէ նպատակի համար, այժմ ձեր ջանքերը կարող են սկսել նկատվել և գնահատվել։ Հնարավոր է նոր առաջարկ, պաշտոնի բարձրացում կամ նախագիծ, որը կօգնի ձեզ բացահայտել ձեր իրական ներուժը։ Եթե մտածում եք սեփական գործ սկսելու մասին, հրեշտակները ասում են՝ մի վախեցեք առաջին քայլից։ Երբ գործում եք սիրով և ազնվությամբ, տիեզերքը սկսում է աջակցել ձեր ճանապարհին։ Ֆինանսներ։ Ֆինանսական առումով սեպտեմբերը խոստանում է ավելի կայուն շրջան։ Կարող են հայտնվել նոր եկամտի հնարավորություններ կամ առաջարկներ, որոնք երկարաժամկետ օգուտ կբերեն։ Սակայն հրեշտակները հիշեցնում են, առատությունը սիրում է նաև խոհեմություն։ Նախքան մեծ ծախսեր անելը, մտածեք, արդյոք դրանք իսկապես անհրաժեշտ են։ Ձեր աշխատասիրությունը շուտով կպարգևատրվի։ Առողջություն։ Այս ամիս ձեր օրգանիզմը կշահի, եթե ավելի շատ ժամանակ անցկացնեք հանգստի և բնության մեջ։ Մի ծանրաբեռնեք ձեզ ավելորդ պարտականություններով։ Հրեշտակները հիշեցնում են, որ ուժեղ մարդը նա չէ, ով երբեք չի հոգնում, այլ նա, ով գիտի, թե երբ է պետք կանգ առնել և վերականգնել ուժերը։ Ժպիտը, լավ տրամադրությունը և սիրելի մարդկանց հետ անցկացրած ժամանակը նույնպես լավագույն բուժումներից են։
Հոգևոր ուղերձ։ Սեպտեմբերին հրեշտակները ցանկանում են, որ հիշեք մեկ կարևոր ճշմարտություն։ Դուք ծնվել եք ոչ թե ուրիշների լույսի տակ ապրելու, այլ ձեր սեփական լույսով աշխարհը լուսավորելու համար։ Մի փոքրացրեք ձեր երազանքները միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը չի հավատում դրանց։ Աստված յուրաքանչյուր մարդու տալիս է յուրահատուկ շնորհ, եւ ձեր շնորհը նույնպես իր տեղն ունի այս աշխարհում։ Եթե սրտում զգում եք, որ պետք է սկսեք նոր բան, մի անտեսեք այդ զգացողությունը։ Դա կարող է լինել հենց այն ճանապարհը, որով հրեշտակները փորձում են առաջնորդել ձեզ։ Հիշեք, յուրաքանչյուր նոր առավոտ նոր հնարավորություն է դառնալու ավելի երջանիկ, ավելի ուժեղ եւ ավելի խաղաղ։ Ամսվա հաստատում, աֆիրմացիա։ Ես հավատում եմ իմ ուժին եւ իմ ճանապարհին։ Ես արժանի եմ սիրո, հաջողության, առատության եւ խաղաղության։ Հրեշտակները լուսավորում են իմ ճանապարհը, եւ ես վստահությամբ ընդունում եմ այն բոլոր օրհնությունները, որոնք գալիս են իմ կյանք։ Ամեն օր ես ավելի մոտ եմ իմ լավագույն ապագային։ Հարգելի կույսեր, այս ամսվա ձեր հրեշտակային ուղերձը դա բացիր սիրտդ նոր հնարավորությունների առաջ։ Սեպտեմբերը ձեզ համար կլինի վերականգնման, առաջընթացի եւ ներքին հավասարակշռության ամիս։ Վերջին շրջանում դուք հնարավոր է չափազանց շատ եք մտածել, վերլուծել եւ փորձել ամեն ինչ կատարելապես անել։ Սակայն հրեշտակները ցանկանում են հիշեցնել, որ կյանքի ամենագեղեցիկ պահերը հաճախ ծնվում են ոչ թե կատարելությունից, այլ անկեղծությունից։ Եթե ինչ-որ բան չի ստացվել այնպես, ինչպես ծրագրել էիք, մի մեղադրեք ինքներդ ձեզ։ Երբեմն տիեզերքը փոխում է մեր ճանապարհը, որպեսզի մեզ տանի դեպի ավելի մեծ օրհնություններ։ Այս ամիս սովորեք վստահել ոչ միայն ձեր բանականությանը, այլ նաև ձեր սրտին։ Ձեր ինտուիցիան ավելի ուժեղ է, քան կարծում եք, եւ հրեշտակները հաճախ խոսում են հենց դրա միջոցով։ Սեր եւ հարաբերություններ։ Եթե հարաբերությունների մեջ եք, սեպտեմբերը հնարավորություն կտա ավելի խորացնել ձեր կապը։ Փորձեք ավելի հաճախ արտահայտել ձեր զգացմունքները։ Երբեմն դուք կարծում եք, որ ձեր սերը երևում է գործերով, բայց սիրելի մարդը նաև կարիք ունի լսելու ջերմ խոսքեր։ Եթե վերջին շրջանում լարվածություն է եղել, այժմ ճիշտ ժամանակն է ներելու, բացատրելու եւ միասին նոր էջ սկսելու համար։ Եթե միայնակ եք, հրեշտակները ցանկանում են, որ դադարեք կասկածել ձեր արժեքին։ Դուք արժանի եք այնպիսի սիրո, որը կլինի խաղաղ, անկեղծ եւ փոխադարձ։ Շատ հնարավոր է, որ այս ամիս կամ մոտ ապագայում ձեր ճանապարհին հայտնվի մեկը, ով կգնահատի հենց այն մարդուն, ով դուք իրականում եք։ Ընտանիք։ Ընտանեկան կյանքում սպասվում է ավելի ջերմ եւ խաղաղ շրջան։ Հնարավոր է, որ ձեր խորհուրդը կամ աջակցությունը կարևոր դեր ունենա հարազատի կյանքում։ Հրեշտակները խնդրում են ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին։ Երբեմն ամենաթանկ նվերը պարզապես միասին անցկացրած ժամանակն է։ Եթե ընտանիքում վաղուց չլուծված հարցեր կա, այս ամիս բայնապաստ է հաշտության եւ փոխհմբռնման համար։ Աշխատանք եւ կարիերա։ Սեպտեմբերը կարող է դառնալ այն ամիսը, երբ ձեր աշխատասիրությունը վերջապես կգնահատվի։ Հնարավոր է նոր առաջարկ, նոր հաճախորդ, նոր աշխատանք կամ առաջխաղացման հնարավորություն։ Եթե ցանկանում եք փոխել մասնագիտությունը կամ սկսել սեփական գործը, հրեշտակները հուշում են՝ մի վախեցեք սովորել նոր բաներ, յուրաքանչյուր նոր գիտելիք բացում է նոր դռներ։ Մի թերագնահատեք ձեր կարողությունները։ Այն, ինչ դուք անում եք հեշտությամբ, ուրիշների համար կարող է լինել մեծ տաղանդ։ Ֆինանսներ։ Ֆինանսական ոլորտում այս ամիս սպասվում է աստիճանական կայունացում։ Եթե վերջին շրջանում անհանգստացնում էին ձեր ընդհանրապես անհանգստացնում էր գումարի վիճակը, հրեշտակները վստահեցնում են, որ իրավիճակը սկսում է փոխվել դեպի լավը։ Սակայն նրանք նաև խորհուրդ են տալիս խելամտորեն պլանավորել ձեր ծախսերը։ Փոքր խնայողությունները կարող են ապագայում մեծ արդյունք տալ։ Եթե մտածում եք նոր ներդրման կամ բիզնեսի մասին, նախ ուսումնասիրեք բոլոր մանրամասները, ապա վստահ քայլ արեք առաջ։ Առողջություն։ Այս ամիս ձեր մարմինը խնդրում է ավելի շատ հանգիստ եւ հոգատարություն։ Մի փորձեք ամեն ինչ հասցնել մեկ օրում։ Հրեշտակները հիշեցնում են, որ հոգնածությունը միշտ չէ, որ ֆիզիկական է։ Երբեմն պետք է հանգստացնել նաեւ միտքը։ Ավելի շատ զբոսանք, մաքուր օդ, առողջ սնունդ եւ հանգիստ քունը
կօգնեն վերականգնել ձեր ուժերը եւ բարձրացնել ձեր էներգիան։ Հոգևոր ուղերձ։ Սեպտեմբերին հրեշտակները ցանկանում են, որ հավատաք ձեր ներքին ուժին։ Դուք հաճախ այնքան խիստ եք ինքներդ ձեր նկատմամբ, որ մոռանում եք նկատել, թե որքան ճանապարհ եք արդեն անցել։ Դադարեք կենտրոնանալ միայն այն ամենի վրա, ինչը դեռ չեք հասցրել անել։ Նայեք նաև այն ամենին, ինչ արդեն ստեղծել եք։ Յուրաքանչյուր փոքր քայլ ձեզ ավելի է մոտեցնում ձեր երազանքներին։ Հիշեք, որ հրեշտակները միշտ աշխատում են ձեր օգտին նույնիսկ այն ժամանակ, երբ դուք դեռ չեք տեսնում ամբողջ պատկերը։ Ամսվա աֆիրմացիա հաստատում։ Ես վստահում եմ կյանքի ընթացքին եւ իմ ներքին իմաստությանը։ Ես արժանի եմ սիրո, հաջողության, առողջության եւ առատության։ Հրեշտակները առաջնորդում են իմ յուրաքանչյուր քայլը, եւ ես երախտագիտությամբ ընդունում եմ բոլոր այն օրհնությունները, որոնք գալիս են իմ կյանք։ Ես խաղաղ եմ, վստահ եմ եւ բաց եմ նոր հրաշքների առաջ։ Հարգելի կշեռքներ, այս ամսվա ձեր հրեշտակային ուղերձը դա խաղաղությունը սկսվում է քո սրտից։ Սեպտեմբերը ձեզ համար կլինի հավասարակշռության, նոր հնարավորությունների եւ հոգեվոր աճի ամիս։ Հնարավոր է վերջին շրջանում հաճախ եք փորձել բոլորին հասկանալ, օգնել եւ աջակցել, բայց այդ ընթացքում մոռացել եք ձեր սեփական կարիքների մասին։ Հրեշտակները ցանկանում են հիշեցնել, որ դուք նույնպես արժանի եք հոգատարության, սիրո եւ հանգստի։ Այս ամիս կյանքը ձեզ կսովորեցնի, որ երբեմն ամենաճիշտ որոշումն այնն է, որը խաղաղություն է բերում ձեր սրտին, նույնիսկ եթե այն բոլորին դուր չի գալիս։ Հրեշտակները խնդրում են ավելի հաճախ լսել ձեր ներքին ձայնին, որովհետև այն երբեք չի մոլորեցնում ձեզ։ Սեր եւ հարաբերություններ։ Եթե հարաբերությունների մեջ եք, սեպտեմբերը կարող է բերել ավելի մեծ մտերմություն եւ փոխըմբռնում։ Փորձեք ավելի բաց խոսել ձեր զգացմունքների մասին եւ մի սպասեք, որ դիմացինը միշտ կկռահի ձեր մտքերը։ Եթե եղել են վիրավորանքներ կամ չասված խոսքեր, հիմա լավագույն ժամանակն է դրանք խաղաղությամբ լուծելու։ Սերը ծաղկում է այնտեղ, որտեղ կա վստահություն եւ անկեղծություն։ Եթե միայնակ եք, հրեշտակները ցանկանում են, որ դադարեք կասկածել, թե արդյոք կգտնեք ձեր մարդուն։ Սերը գալիս է այն ժամանակ, երբ սիրտը պատրաստ է ընդունելու այն։ Հնարավոր է, որ այս աշունը ձեր կյանքում նոր ու գեղեցիկ ծանոթության սկիզբ դառնա։ Ընտանիք։ Ընտանիքում այս ամիս դուք կարող եք դառնալ այն մարդը, ով կհաշտեցնի, կհասկանա եւ կաջակցի բոլորին։ Ձեր բարի խոսքը եւ հանգիստ բնավորությունը կօգնեն լուծել նույնիսկ այն հարցերը, որոնք երկար ժամանակ անհնար էին թվում։ Եթե ընտանիքում տարեց մարդ կա, հրեշտակները խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ։ Նրա խոսքերում կարող եք գտնել կարևոր իմաստություն եւ օրհնություն։ Աշխատանք եւ կարիերա։ Սեպտեմբերը խոստանում է նոր հնարավորություններ մասնագիտական ոլորտում։ Եթե ցանկանում եք փոխել աշխատանքը, սկսել նոր նախագիծ կամ զարգացնել ձեր հմտությունները, սա բարենպաստ ժամանակ է առաջին քայլն անելու համար։ Հրեշտակները հիշեցնում են, որ ձեր քաղաքավարությունը, ազնվությունն ու պատասխանատվությունը ձեր ամենամեծ ուժերից են։ Մի թաքցրեք ձեր գաղափարները, դրանք կարող են գնահատվել ավելի բարձր, քան դուք պատկերացնում եք։ Եթե վերջին շրջանում զգացել եք, որ ձեր աշխատանքը չի գնահատվում, համբերատար եղեք։ Շուտով կարող է հայտնվել մի հնարավորություն, որը կբացի նոր ճանապարհներ ձեր առաջ։ Ֆինանսներ։ Ֆինանսական առումով սեպտեմբերը խորհուրդ է տալիս պահպանել հավասարակշռություն։ Հնարավոր է լրացուցիչ եկամուտ, շահավետ առաջարկ կամ գումարի վերադարձ, որը վաղուց էիք սպասում։ Միևնույն ժամանակ հրեշտակները հիշեցնում են, առատությունը գալիս է ոչ միայն աշխատանքի, այլև ճիշտ վերաբերմունքի միջոցով։ Երբ շնորհակալ եք ունեցածի համար, կյանքը հաճախ ավելի շատ է տալիս։ Խուսափեք հապճեպ որոշումներից եւ վստահեք ձեր խոհեմությանը։ Առողջություն։ Այս ամիս ուշադրություն դարձրեք ոչ միայն ձեր մարմնին, այլև ձեր հոգեկան հանգստությանը։ Եթե շատ եք հոգնում կամ անհանգստանում, ժամանակ գտեք լռության, աղոթքի կամ պարզապես հանգիստ զբոսանքի համար։ Հրեշտակները հիշեցնում են, որ խաղաղ միտքը լավագույն դեղամիջոցներից մեկն է։
Փոքր փոփոխությունները, առողջ սնունդը, բավարար քունը եւ ավելի շատ շարժումը կօգնեն ձեզ զգալ ավելի ուժեղ եւ եռանդուն։ Հոգեվոր ուղերձ։ Այս սեպտեմբերին հրեշտակները ցանկանում են, որ հիշեք մեկ կարևոր ճշմարտություն։ Դուք պարտավոր չեք բոլորին ուրախացնել ձեր սեփական երջանկության հաշվին։ Եթե դուք ընտրում եք խաղաղությունը, ոչ թե մշտական պայքարը, ձեր կյանք են գալիս ճիշտ մարդիկ եւ ճիշտ հնարավորությունները։ Հավատացեք, որ ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին, նույնիսկ եթե այսօր դեռ չեք տեսնում ամբողջ պատկերը։ Հրեշտակներն արդեն պատրաստում են ձեր ճանապարհի հաջորդ գեղեցիկ քայլը։ Ձեր բարիությունը, ազնվությունը եւ արդարամտությունը ձեր ամենամեծ ուժերն են։ Մի փոխեք դրանք ուրիշներին հաճոյանալու համար։ Ամսվա հաստատում, աֆիրմացիա։ Ես ընտրում եմ խաղաղությունը, սերը եւ ներքին հավասարակշռությունը։ Ես վստահում եմ իմ ճանապարհին եւ բաց եմ այն բոլոր օրհնությունների համար, որոնք տիեզերքն ու հրեշտակները պատրաստել են ինձ համար։ Իմ կյանքը լցվում է ներդաշնակությամբ, առատությամբ, առողջությամբ եւ սիրով։ Ամեն օր ես ավելի մոտ եմ իմ լավագույն ապագային։ Հարգելի կարիճներ, այս ամսվա ձեր հրեշտակային ուղերձը դա փոխակերպման յուրաքանչյուր ավարտ նոր սկիզբ է։ Սեպտեմբերը ձեզ համար կլինի խորը փոփոխությունների, հոգևոր վերածննդի եւ նոր հնարավորությունների ամիս։ Հրեշտակները ցանկանում են, որ այլևս չվախենաք փոփոխություններից։ Այն ինչ հիմա ավարտվում է, պատահական չէ։ Երբ մի դուռ փակվում է, Աստված հաճախ արդեն բացել է մյուսը, պարզապես դուք դեռ չեք նկատել այն։ Եթե վերջին ամիսներին ձեզ թվացել է, թե կյանքը ձեզ ստիպում է հրաժեշտ տալ որոշ մարդկանց, իրավիճակների կամ երազանքների, իմացեք, ամեն հեռացում տեղ է բացում ավելի լավ բանի համար։ Հրեշտակները խնդրում են վստահել կյանքի ընթացքին։ Ամեն փորձություն ձեզ ավելի ուժեղ, ավելի իմաստուն եւ ավելի մոտ է բերել ձեր իրական ճանապարհին։ Սեր եւ հարաբերություններ։ Եթե հարաբերությունների մեջ եք, սեպտեմբերը կօգնի վերականգնել այն վստահությունը, որը գուցե ինչ-որ պահի թուլացել էր։ Հիմա կարևոր է ոչ թե հիշել անցյալի սխալները, այլ միասին կառուցել ապագան։ Անկեղծ զրույցները, փոխադարձ հարգանքը եւ ներելու կարողությունը կդառնան ձեր հարաբերությունների ամենամեծ ուժը։ Եթե միայնակ եք, հրեշտակները հուշում են, մի փակեք ձեր սիրտը միայն այն պատճառով, որ նախկինում ցավ եք ապրել։ Ձեր ապագան չի որոշվում անցյալով։ Սերը կարող է գալ այն պահին, երբ դուք ամենաքիչն եք սպասում, եւ այն կլինի ավելի հասուն, ավելի խաղաղ եւ ավելի անկեղծ, քան երբևէ։ Ընտանիք։ Ընտանիքում այս ամիս հնարավոր է կարևոր փոփոխություն կամ ուրախ նորություն։ Ձեր ներկայությունը եւ աջակցությունը մեծ նշանակություն կունենան սիրելի մարդկանց համար։ Եթե վաղուց ցանկանում եք հաշտվել որևէ հարազատի հետ, սեպտեմբերը դրա համար բարենպաստ ժամանակ է։ Հրեշտակները հիշեցնում են, որ երբեմն առաջին քայլն անողը ամենաուժեղ մարդն է։ Աշխատանք եւ կարիերա։ Մասնագիտական ոլորտում սեպտեմբերը կարող է դառնալ շրջադարձային ամիս։ Հնարավոր է նոր առաջարկ, նոր պաշտոն, նոր համագործակցություն կամ գաղափար, որը հետագայում մեծ հաջողություն կբերի։ Եթե ցանկանում եք փոխել աշխատանքը կամ սկսել սեփական գործը, մի վախեցեք պատասխանատվությունից։ Ձեր աշխատասիրությունը եւ հաստատակամությունը կօգնեն հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Հրեշտակները նաեւ հիշեցնում են, որ երբեմն հաջողությունը գալիս է այնտեղից, որտեղ ամենաքիչն եք սպասում։ Բաց եղեք նոր առաջարկների եւ նոր ծանոթությունների համար։ Ֆինանսներ։ Ֆինանսական ոլորտում սպասվում է աստիճանական բարելավում։ Եթե վերջին շրջանում ունեցել եք անհանգստություններ կամ անորոշություն, այժմ կարող են հայտնվել նոր եկամտի աղբյուրներ կամ հնարավորություններ, որոնք կուժեղացնեն ձեր ֆինանսական կայունությունը։ Միևնույն ժամանակ հրեշտակները խորհուրդ են տալիս խուսափել ռիսկային որոշումներից։ Ամեն քայլ արեք մտածված եւ վստահությամբ։ Հիշեք, իրական առատությունը գալիս է ոչ միայն գումարի, այլ նաեւ ներքին խաղաղության միջոցով։ Առողջություն։ Այս ամիս ձեր մարմինը հատկապես զգայուն կլինի հոգեկան ծանրաբեռնվածության նկատմամբ։ Եթե երկար ժամանակ ամեն ինչ պահել եք ձեր ներսում, հիմա ժամանակն է ազատվել ավելորդ լարվածությունից։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք բնության մեջ։ Լսեք ձեր սիրելի երաժշտությունը, աղոթեք կամ պարզապես լուռ մնացեք մի քանի րոպե
ամեն օր։ Հրեշտակները հիշեցնում են, որ երբ հոգին հանգստանում է, մարմինն էլ է սկսում վերականգնվել։ Հոգևոր ուղերձ։ Սեպտեմբերին հրեշտակները ցանկանում են, որ հիշեք այս խոսքերը։ Դուք շատ ավելի ուժեղ եք, քան կարծում եք։ Ձեր կյանքի յուրաքանչյուր դժվարություն ձեզ սովորեցրել է այն, ինչ այսօր դարձնում է ձեզ իմաստուն և տոկուն մարդ։ Մի վախեցեք բաց թողնել այն, ինչ այլևս չի ծառայում ձեր երջանկությանը, և ձեռքերը բաց են, Աստված կարող է դրանց մեջ դնել նոր օրհնություններ։ Հավատացեք, որ ձեր կյանքում սկսվում է մի շրջան, որտեղ ավելի շատ խաղաղություն, վստահություն և լույս կլինի։ Ամեն օր, նույնիսկ ամենափոքր քայլով, դուք մոտենում եք այն կյանքին, որի մասին վաղուց երազել եք։ Ամսվա հաստատում, աֆիրմացիա։ Ես վստահությամբ ընդունում եմ կյանքի բոլոր փոփոխությունները։ Ես բաց եմ սիրո, հաջողության, առողջության և առատության համար։ Ես բաց եմ թողնում այն ամենը, ինչ այլևս չի ծառայում իմ բարօրությանը, և երախտագիտությամբ ընդունում եմ բոլոր այն օրհնությունները, որոնք Աստված և իմ հրեշտակները պատրաստել են ինձ համար։ Իմ կյանքը լցվում է խաղաղությամբ, լույսով և նոր հնարավորություններով։ Հարգելի աղեղնավորներ, այս ամսվա ձեր հրեշտակային ուղերձը հավատա այն հրաշքներին, որոնք դեռ չես տեսնում։ Սեպտեմբերը ձեզ համար լինելու է հույսի, նոր ճանապարհների և մեծ հնարավորությունների ամիս։ Հրեշտակները ցանկանում են հիշեցնել, որ երբեմն կյանքը մի փոքր դանդաղեցնում է ձեր քայլերը, ոչ թե ձեզ կանգնեցնելու, այլ ճիշտ ուղղությամբ առաջնորդելու համար։ Եթե վերջին շրջանում զգացել եք, որ որոշ դռներ փակվել են կամ ծրագրերը հետաձգվել են, մի հուսահատվեք։ Ամեն ուշացում իր մեջ կարող է թաքցնել պաշտպանություն կամ ավելի լավ հնարավորության պատրաստում։ Այս ամիս ձեր ամենամեծ ուժը կլինի հավատը, երբ հավատում եք, որ ամեն ինչ կարող է փոխվել դեպի լավը, սկսում եք նկատել այն հնարավորությունները, որոնք նախկինում անտեսում էիք։ Սեր և հարաբերություններ։ Եթե հարաբերությունների մեջ եք, սեպտեմբերը կբերի ավելի շատ ջերմություն, անկեղծություն և փոխադարձ աջակցություն։ Հրեշտակները խնդրում են ավելի հաճախ արտահայտել ձեր սերը, ոչ միայն խոսքերով, այլ փոքր ուշադրությամբ։ Եթե հարաբերություններում եղել են հեռավորություն կամ լարվածություն, ապա այս ամիս կարող եք վերականգնել այն, ինչ թվում էր կորցրած։ Ներումը և բաց սրտով զրույցը կարող են հրաշքներ գործել։ Եթե միայնակ եք, հրեշտակները հուշում են, որ ձեր սիրտը պատրաստվում է նոր հանդիպման, մի վախեցեք ծանոթանալ նոր մարդկանց կամ ընդունել կյանքի անսպասելի հրավերները։ Երբեմն ճակատագրական հանդիպումները սկսվում են ամենաանսովոր օրերից մեկում։ Ընտանիք։ Ընտանեկան կյանքում այս ամիս ավելի շատ խաղաղություն և միասնակություն կզգաք։ Հնարավոր է ուրախ հանդիպում, ընտանեկան տոն կամ լավ լուր, որը կհամախմբի բոլորին։ Եթե ընտանիքում կա մեկը, ով դժվար շրջան է ապրում, ձեր լավատեսությունն ու բարի խոսքը կարող են նրա համար մեծ աջակցություն լինել։ Հրեշտակները հիշեցնում են, որ սերն արտահայտվում է ոչ միայն մեծ գործերով, այլև ամենօրյա ուշադրությամբ։ Աշխատանք և կարիերա։ Սեպտեմբերը կարող է դառնալ նոր գաղափարների և համարձակ որոշումների ամիս։ Եթե երկար ժամանակ մտածել եք աշխատանքը փոխելու, սեփական գործ սկսելու կամ նոր հմտություններ սովորելու մասին, հիմա բարենպաստ ժամանակ է առաջին քայլն անելու համար։ Հնարավոր է առաջարկ ստանաք, որը սկզբում փոքր կթվա, բայց ապագայում մեծ հաջողության հիմք կդառնա։ Հրեշտակները խնդրում են չթերագնահատել ձեր ունակությունները, ձեր գիտելիքները, փորձն ու ստեղծագործ մտածողությունը կարող են բացել այն դռները, որոնք երկար ժամանակ փակ էին թվում։ Ֆինանսներ։ Ֆինանսական ոլորտում սպասվում է աստիճանական բարելավում, հնարավոր է նոր եկամտի աղբյուր, հաջող գործարք կամ այնպիսի հնարավորություն, որը կօգնի ավելի վստահ զգալ ապագայի հանդեպ։ Սակայն հրեշտակները խորհուրդ են տալիս խուսափել ավելորդ ռիսկից և մտածված տնօրինել ձեր միջոցները։ Հիշեք, իրական առատությունը սկսվում է այն պահին, երբ դուք հավատում եք, որ արժանի եք այն ընդունելու։ Առողջություն։ Այս ամիս կարևոր է վերականգնել ձեր ներքին էներգիան։ Եթե երկար ժամանակ առանց հանգստի աշխատել եք կամ անհանգստացել, հիմա ժամանակն է մի փոքր դանդաղեցնել ընթացքը։ Ավելի շատ շարժվեք, շնչեք մաքուր օդ, ժամանակ անցկացրեք բնության մեջ և զբաղվեք այն գործերով, որոնք ուրախություն են բերում ձեր հոգուն։
Հրեշտակները հիշեցնում են, որ ուրախ սիրտը մեծ ուժ է տալիս նաև մարմնին։ Հոգևոր ուղերձ։ Սեպտեմբերին հրեշտակները ցանկանում են փոխանցել ձեզ այս խոսքերը. Երբ հավատքով քայլում ես առաջ, ճանապարհը բացվում է հենց քո ոտքերի տակ։ Մի վախեցեք երազել մեծ երազանքներ։ Այն, ինչ այսօր անհնար է թվում, վաղը կարող է դառնալ իրականություն։ Եթե վերջին շրջանում կորցրել եք հավատը, այս ամիս այն նորից կվերադառնա։ Դուք կտեսնեք նշաններ, պատահական թվացող հանդիպումներ եւ հնարավորություններ, որոնք կհիշեցնեն, որ երբեք միայնակ չեք եղել։ Հրեշտակները միշտ ձեր կողքին են, առաջնորդելով ձեզ դեպի այն կյանքը, որը լի է սիրով, խաղաղությամբ եւ առատությամբ։ Ամսվա հաստատում, աֆիրմացիա։ Ես հավատում եմ իմ ճանապարհին եւ Աստծո ծրագրին։ Ես բաց եմ նոր հնարավորությունների, սիրո, հաջողության եւ առատության համար։ Իմ յուրաքանչյուր քայլը առաջնորդվում է լույսով եւ իմաստությամբ։ Հրեշտակները միշտ իմ կողքին են, եւ ես վստահությամբ ընդունում եմ այն բոլոր օրհնությունները, որոնք գալիս են իմ կյանք։ Հարգելի այճեղջյուրներ, այս ամսվա ձեր հրեշտակային ուղերձը յուրաքանչյուր համբերատար քայլ քեզ մոտեցնում է քո երազանքներին։ Սեպտեմբերը ձեզ համար լինելու է կայունության, վարձատրության եւ նոր հնարավորությունների ամիս։ Հրեշտակները ցանկանում են հիշեցնել, որ ոչ մի ազնիվ աշխատանք երբեք անպարգև չի մնում։ Հնարավոր է վերջին ամիսներին շատ եք աշխատել, պայքարել եւ երբեմն նույնիսկ կասկածել, արդյոք ձեր ջանքերը կգնահատվեն։ Այսօր հրեշտակները ցանկանում են ասել՝ մի կորցրու հավատդ, որովհետեւ քո աշխատանքի պտուղներն արդեն հասունանում են։ Այս ամիս դուք կսկսեք ավելի հստակ տեսնել այն ճանապարհը, որով պետք է առաջ շարժվեք։ Որոշ հարցեր, որոնք երկար ժամանակ անորոշ էին թվում, աստիճանաբար կստանան իրենց պատասխանները։ Հիշեք, որ երբեմն հաջողությունը գալիս է ոչ թե արագ, այլ ճիշտ ժամանակին։ Սեր եւ հարաբերություններ։ Եթե հարաբերությունների մեջ եք, սեպտեմբերը ձեզ կսովորեցնի, որ ամենամեծ սերը կառուցվում է վստահության, հարգանքի եւ համբերության վրա։ Հրեշտակները խնդրում են ավելի հաճախ արտահայտել ձեր զգացմունքները։ Երբեմն դուք սերը ցույց եք տալիս գործերով, բայց ձեր սիրելի մարդը նաև կարիք ունի լսելու ջերմ խոսքեր։ Եթե հարաբերություններում եղել են լարված պահեր, այս ամիս բարենպաստ է բաց եւ անկեղծ զրույցների համար։ Ձեր հարաբերությունները կարող են դառնալ ավելի ամուր, քան երբևէ։ Եթե միայնակ եք, հրեշտակները ցանկանում են, որ չշտապեք։ Այն մարդը, որը նախատեսված է ձեզ համար, կհայտնվի ճիշտ պահին։ Մի համաձայնվեք այն հարաբերություններին, որոնք ձեզ չեն տալիս խաղաղություն եւ փոխադարձ հարգանք։ Ընտանիք։ Ընտանիքում այս ամիս դուք կարող եք դառնալ այն մարդը, ում բոլորը վստահում են։ Ձեր խորհուրդը, հանգստությունն ու պատասխանատվությունը կօգնեն լուծել կարևոր հարցեր։ Հնարավոր է ընտանեկան ուրախ հանդիպում, լավ նորություն կամ այնպիսի պահ, որը կհիշեցնի, թե որքան կարևոր է գնահատել սիրելի մարդկանց ներկայությունը։ Եթե երկար ժամանակ չեք ասել ձեր մտերիմներին, թե որքան կարևոր են նրանք ձեզ համար, հրեշտակները խորհուրդ են տալիս դա անել հենց այս ամիս։ Աշխատանք եւ կարիերա։ Սեպտեմբերը խոստանում է առաջընթաց մասնագիտական ոլորտում։ Եթե երկար ժամանակ աշխատել եք որևէ նպատակի համար, այժմ կարող եք ստանալ այն գնահատականը, որին արժանի եք։ Հնարավոր է նոր աշխատանք, պաշտոնի բարձրացում, շահավետ համագործակցություն կամ առաջարկ, որը երկարաժամկետ հաջողություն կբերի։ Եթե սեփական բիզնես ունեք կամ ցանկանում եք սկսել այն, հրեշտակները հուշում են՝ մի վախեցեք պատասխանատվությունից։ Ձեր կարգապահությունն ու աշխատասիրությունը ձեր ամենամեծ առավելություններն են։ Ֆինանսներ։ Ֆինանսական ոլորտում սեպտեմբերը խոստանում է ավելի կայուն շրջան, հնարավոր է եկամտի աճ, պարտքի վերադարձ կամ նոր հնարավորություն, որը կբարելավի ձեր ֆինանսական վիճակը։ Սակայն հրեշտակները հիշեցնում են, շարունակեք խելամիտ տնօրինել ձեր միջոցները։ Ձեր համբերատարությունն ու հաշվենկատությունը ապագայում մեծ արդյունքներ կտան։ Հիշեք, որ իրական հարստությունը միայն գումարը չէ, այլ նաև անվտանգությունն ու ներքին խաղաղությունը։ Առողջություն։ Այս ամիս ուշադրություն դարձրեք ձեր հանգստին։ Դուք հաճախ այնքան շատ եք աշխատում, որ մոռանում եք վերականգնել ձեր ուժերը։ Հրեշտակները խնդրում են ժամանակ հատկացնել նաև ինքներդ ձեզ։ Լավ քունը, առողջ սնունդը, շարժումը եւ մաքուր օդը կօգնեն ձեզ պահպանել ուժն ու
հավասարակշռությունը։ Մի անտեսեք ձեր մարմնի ազդանշանները, այն միշտ հուշում է, թե ինչի կարիք ունի։ Հոգևոր ուղերձ։ Սեպտեմբերին հրեշտակները ցանկանում են, որ հիշեք այս խոսքերը։ Աստված երբեք չի ուշանում, նա ամեն ինչ անում է ճիշտ ժամանակին։ Եթե երբեմն թվում է, թե ուրիշներն ավելի արագ են հասնում իրենց նպատակներին, մի համեմատեք ձեր ճանապարհը նրանց ճանապարհի հետ։ Յուրաքանչյուր մարդու կյանքն ունի իր ժամանակը, իր դասերը եւ իր օրհնությունները։ Ձեր համբերությունը, ազնվությունն ու նվիրվածությունը շուտով կպարգևատրվեն։ Այս ամիս ավելի հաճախ շնորհակալություն հայտնեք, նույնիսկ փոքր ձեռքբերումների համար։ Երախտագիտությունը բացում է նոր օրհնությունների դռները։ Ամսվա հաստատում, աֆիրմացիա։ Ես վստահում եմ Աստծո ժամանակին եւ իմ կյանքի ճանապարհին։ Իմ աշխատանքը, համբերությունն ու հավատը բերում են գեղեցիկ արդյունքներ։ Ես արժանի եմ սիրո, հաջողության, առողջության եւ առատության։ Հրեշտակները առաջնորդում են իմ յուրաքանչյուր քայլը, եւ ես երախտագիտությամբ ընդունում եմ բոլոր այն օրհնությունները, որոնք գալիս են իմ կյանք։ Հարգելի ջրհոսներ, այս ամսվա ձեր հրեշտակային ուղերձը դա համարձակվիր հետևել քո հոգու կանչին։ Սեպտեմբերը ձեզ համար լինելու է ոգեշնչման, նոր գաղափարների եւ կյանքի նոր էջի բացման ամիս։ Հրեշտակները ցանկանում են հիշեցնել, որ դուք աշխարհ եք եկել յուրահատուկ առաքելությամբ։ Ձեր մտքերը, երազանքներն ու գաղափարները պատահական չեն։ Հաճախ դուք տեսնում եք այն, ինչ մյուսները դեռ չեն նկատում, եւ հենց դա է ձեր ուժը։ Եթե վերջին շրջանում կասկածել եք ձեր ընտրություններին կամ զգացել եք, որ կանգնած եք մի ճանապարհի խաչմերուկում, մի վախեցեք։ Հրեշտակները ձեր կողքին են եւ քայլ առ քայլ առաջնորդում են ձեզ դեպի այն ճանապարհը, որը լավագույնն է ձեր հոգու համար։ Այս ամիս մի փորձեք նմանվել ուրիշներին։ Ձեր լույսը փայլում է հենց այն ժամանակ, երբ մնում եք հավատարիմ ինքներդ ձեզ։ Սեր եւ հարաբերություններ։ Եթե հարաբերությունների մեջ եք, սեպտեմբերը կբերի ավելի շատ անկեղծություն եւ փոխըմբռնում։ Հրեշտակները խորհուրդ են տալիս ավելի բաց լինել ձեր զգացմունքների մեջ։ Երբեմն դուք այնքան եք խորանում ձեր մտքերի մեջ, որ մոռանում եք արտահայտել այն, ինչ զգում եք։ Եթե հարաբերություններում եղել են տարաձայնություններ, այժմ ճիշտ ժամանակն է լսելու ոչ միայն ձեր, այլև դիմացինի սիրտը։ Անկեղծ զրույցը կարող է նորից ջերմացնել ձեր կապը։ Եթե միայնակ եք, հրեշտակները ցանկանում են, որ չփակվեք ձեր աշխարհում։ Այս ամիս հնարավոր է նոր ծանոթություն, որը կսկսվի շատ անսպասելի ձևով։ Թույլ տվեք կյանքին ձեզ հաճելիորեն զարմացնել։ Ընտանիք։ Ընտանիքում այս ամիս խաղաղության եւ աջակցելու ժամանակաշրջան է։ Ձեր խորհուրդը եւ յուրահատուկ մտածելակերպը կարող են օգնել մտերիմներից մեկին կարևոր որոշում կայացնելու հարցում։ Եթե վաղուց ցանկանում եք ավելի շատ ժամանակ անցկасնել ընտանիքի հետ, սեպտեմբերը դրա համար հիանալի հնարավորություն է։ Փոքր, ջերմ պահերն են դառնում ամենաթանկ հիշողությունները։ Աշխատանք եւ կարիերա։ Սեպտեմբերը կարող է բացել նոր դռներ ձեր մասնագիտական կյանքում։ Եթե ունեք գաղափար, որի մասին վաղուց մտածում եք, հրեշտակները հուշում են։ Ժամանակն է սկսել դրա իրականացումը։ Հնարավոր է հետաքրքիր համագործակցություն, նոր նախագիծ կամ առաջարկ, որը կօգնի բացահայտել ձեր ստեղծագործական ներուժը։ Մի վախեցեք մտածել տարբերվող ձևով։ Հենց ձեր ինքնատիպ գաղափարներն են կարող առաջնորդել ձեզ դեպի հաջողություն։ Ֆինանսներ։ Ֆինանսական ոլորտում այս ամիս սպասվում են դրական փոփոխություններ, եթե շարունակեք խելամիտ մոտենալ ձեր որոշումներին։ Հնարավոր է լրացուցիչ եկամուտ կամ նոր հնարավորություն, որը ժամանակի ընթացքում կդառնա կայուն աղբյուր։ Հրեշտակները խորհուրդ են տալիս ներդրում անել ձեր գիտելիքների եւ զարգացման մեջ։ Դա լավագույն ներդրումներից մեկն է, որը երկար տարիներ արդյունք կտա։ Առողջություն։ Այս ամիս ուշադրություն դարձրեք ձեր հոգեկան հավասարակշռությանը։ Երբ միտքը չափազանց ծանրաբեռնված է, մարմինն էլ է հոգնում։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք բնության մեջ, զբաղվեք այն գործերով, որոնք ձեզ ուրախություն են պատճառում եւ մի մոռացեք հանգստի մասին։ Հրեշտակները հիշեցնում են, որ խաղաղ միտքը օգնում է նաեւ մարմնին վերականգնել իր ուժերը։ Հոգևոր ուղերձ։ Այս սեպտեմբերին հրեշտակները ցանկանում են, որ հիշեք այս խոսքերը։ Մի վախեցի լինել այն մարդը, ում Աստված ստեղծել է։
Դուք պարտավոր չեք տեղավորվել ուրիշների սպասումների մեջ։ Ձեր ճանապարհը եզակի է, եւ հենց այդ յուրահատկությունն է ձեզ տանում դեպի ձեր իրական առաքելությունը։ Եթե երբեմն ձեզ միայնակ եք զգում, հիշեք, որ հրեշտակները մշտապես ձեր կողքին են։ Նրանք առաջնորդում են ձեզ նշանների, ինտուիցիայի եւ անսպասելի հնարավորությունների միջոցով։ Այս ամիս վստահեք ձեր սրտին, նույնիսկ եթե դեռ ամբողջ ճանապարհը չեք տեսնում։ Առաջին քայլը հաճախ ամենակարևորն է դառնում։ Հիշեք, ամեն երազանք, որը ծնվել է ձեր սրտում, կարող է իրականանալ, եթե ուղեկցվում է հավատքով, համբերությամբ եւ սիրով։ Ամսվա հաստատում աֆիրմացիա։ Ես վստահում եմ իմ ներքին ձայնին եւ Աստծո առաջնորդությանը։ Ես բաց եմ նոր գաղափարների, սիրո, հաջողության եւ առատության համար։ Իմ կյանքը լցվում է լույսով, խաղաղությամբ եւ գեղեցիկ հնարավորություններով։ Հրեշտակները միշտ իմ կողքին են եւ առաջնորդում են ինձ դեպի այն կյանքը, որի համար ես ստեղծված եմ։ Հարգելի ձկներ, այս ամսվա ձեր հրեշտակային ուղերձը դա վստահիր քո սրտին, որովհետև այնտեղ է բնակվում Աստծո լույսը։ Սեպտեմբերը ձեզ համար կլինի հոգևոր զարթոնքի, բուժման եւ նոր հույսերի ամիս։ Հրեշտակները ցանկանում են հիշեցնել, որ դուք այն մարդկանցից եք, ովքեր աշխարհը զգում են ոչ միայն աչքերով, այլ սրտով։ Ձեր կարեկցանքը, բարիությունը եւ սերը մեծ պարգև են, սակայն երբեմն դուք այնքան շատ եք հոգ տանում ուրիշների մասին, որ մոռանում եք հոգ տանել ինքներդ ձեր մասին։ Այս ամիս հրեշտակները խնդրում են մի փոքր դադար առնել, լսել ձեր հոգու ձայնը, հանգստացրեք ձեր միտքը եւ վստահեք այն ճանապարհին, որով Աստված առաջնորդում է ձեզ։ Եթե վերջին ամիսներին զգացել եք միայնություն, անորոշություն կամ հոգնածություն, իմացեք, որ այս շրջանը մոտենում է իր ավարտին։ Ձեր կյանք են գալիս նոր լույս, նոր մարդիկ եւ նոր հնարավորություններ։ Սեր եւ հարաբերություններ։ Եթե հարաբերությունների մեջ եք, սեպտեմբերը կօգնի ավելի խորացնել ձեր կապը։ Հրեշտակները խորհուրդ են տալիս ավելի շատ խոսել ձեր զգացմունքների մասին եւ չթաքցնել այն, ինչ կա ձեր սրտում։ Եթե եղել են ցավեր կամ թյուրիմացություններ, հիմա ճիշտ ժամանակն է ներելու եւ առաջ շարժվելու համար։ Սերը բուժում է այնտեղ, որտեղ կա անկեղծություն։ Եթե միայնակ եք, հրեշտակները ցանկանում են, որ հավատաք, իսկական սերը դեռ ճանապարհին է։ Մի կորցրեք հույսը միայն այն պատճառով, որ այն դեռ չի եկել։ Եվ ձեր սիրտը լի է խաղաղությամբ, ճիշտ մարդը կհայտնվի ճիշտ ժամանակին։ Ընտանիք։ Այս ամիս ընտանիքը կդառնա ձեր ամենամեծ ուժի աղբյուրը։ Հնարավոր է ջերմ հանդիպում, ընտանեկան ուրախ լուր կամ այնպիսի պահ, որը նորից կհիշեցնի, թե որքան կարևոր է լինել սիրելի մարդկանց կողքին։ Եթե ընտանիքում կա մեկը, ով օգնության կամ աջակցության կարիք ունի, ձեր բարի խոսքն ու հոգատարությունը նրա համար կարող են իսկական օրհնություն լինել։ Հրեշտակները հիշեցնում են, որ երբեմն ամենաթանկ նվերը պարզապես ձեր ներկայությունն է։ Աշխատանք եւ կարիերա։ Սեպտեմբերը կարող է բերել նոր գաղափարներ, ստեղծագործական ներշնչում եւ հետաքրքիր հնարավորություններ։ Եթե երկար ժամանակ երազել եք սկսել նոր աշխատանք, սեփական նախագիծ կամ ստեղծագործ գործունեություն, այժմ ժամանակն է հավատալ ձեր ուժերին։ Մի վախեցեք ցույց տալ ձեր տաղանդը, այնինչ ձեզ համար սովորական է թվում, ուրիշների կյանքում կարող է մեծ արժեք ունենալ։ Հրեշտակները նաև հուշում են, որ նոր ծանոթությունները կարող են կարևոր դեր խաղալ ձեր մասնագիտական առաջընթացում։ Ֆինանսներ։ Ֆինանսական ոլորտում սեպտեմբերը խորհուրդ է տալիս պահպանել հավասարակշռություն։ Հնարավոր է լրացուցիչ եկամուտ, երկար սպասված վճարում կամ նոր հնարավորություն, որը աստիճանաբար կուժեղացնի ձեր ֆինանսական վիճակը։ Միևնույն ժամանակ հրեշտակները խնդրում են վստահել առատությանը, բայց նաև խելամիտ տնօրինել ձեր միջոցները։ Հիշեք, երախտագիտությունը հաճախ բացում է նոր օրհնությունների դռները։ Առողջություն։ Այս ամիս ձեր հոգեկան հանգստությունը կլինի առողջության ամենակարևոր բանալին։ Եթե հոգնել եք, մի մեղադրեք ձեզ հանգստանալու համար։ Ավելի շատ քնեք, զբոսնեք բնության մեջ, լսեք խաղ երաժշտություն, աղոթեք կամ զբաղվեք այն ամենով, ինչը խաղաղություն է բերում ձեր սրտին։ Հրեշտակները հիշեցնում են, որ երբ հոգին խաղաղ է, մարմինն էլ է ավելի հեշտ վերականգնվում։ Հոգևոր ուղերձ։
Այս սեպտեմբերին հրեշտակները ցանկանում են փոխանցել ձեզ այս խոսքերը. Քո աղոթքները լսված են, նույնիսկ եթե պատասխանները դեռ ճանապարհին են։ Մի կորցրեք հավատը։ Եթե ամեն ինչ դեռ չի դասավորվել այնպես, ինչպես երազում եք, երբեմն Աստված պատրաստում է ավելի մեծ օրհնություն, քան դուք կարող եք պատկերացնել։ Վստահեք ձեր ինտուիցիային, այն շատ հաճախ այն լեզուն է, որով հրեշտակները խոսում են ձեզ հետ։ Այս ամիս ավելի հաճախ շնորհակալություն հայտնեք կյանքի յուրաքանչյուր փոքր հրաշքների համար։ Երախտագիտությունը ձեր կյանք կբերի նոր խաղաղություն, նոր մարդկանց եւ նոր հնարավորություններ։ Հիշեք, դուք երբեք միայնակ չեք։ Անկամ ամենալուռ պահերին հրեշտակները ձեր կողքին են, պաշտպանելով, ոգեշնչելով եւ առաջնորդելով ձեզ դեպի այն ճանապարհը, որը նախատեսված է հենց ձեզ համար։ Ամսվա հաստատում աֆիրմացիա։ Ես վստահում եմ Աստծո սիրուն եւ իմ հրեշտակների առաջնորդությանը։ Իմ սիրտը բաց է սիրո, խաղաղության, առողջության, հաջողության եւ առատության համար։ Ես երախտագիտությամբ ընդունում եմ կյանքի բոլոր օրհնությունները եւ հավատով քայլում եմ դեպի իմ լավագույն ապագան։ Ամեն օր իմ կյանքը լցվում է լույսով, հույսով եւ սիրով։ Եթե այս ուղերձը ջերմացրեց ձեր սիրտը, պահպանեք այն, կիսվեք ձեր մտերիմների հետ եւ գրեք մեկնաբանություններում։ Ինչ բառը ամենաշատն արձագանքեց ձեզ։ Թող հրեշտակների լույսը միշտ ուղեկցի ձեզ։